Աչք են ծակում չինական ավտոարտադրության գիգանտ Հոնցի էլեկտրական նոր սեդաններն ու ամենագնացները։ 67 տարվա պատմություն ունեցող այս բրենդը ի սկզբանե մեքենաներ է արտադրել Չինաստանի ղեկավարների ազգային կարևոր միջոցառումների համար։ Հիմա աշխարհ է գրավում, հասել է նաև Հայաստան։ Հոնցի պաշտոնական ներկայացուցիչը մեր երկրում ի ավտո ընկերությունն է։ Մեծ ուրախությամբ հայտարարում ենք Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշ Հոնցի բրենդի պաշտոնական մուտքը Հայաստան։ Հոնցի բրենդը թե Չինաստանում եւ թե այլ երկրներում դարձել է որակի եւ շքեղության խորհրդանիշ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այսուհետ մեր բոլոր հաճախորդները կկարողանան վարել լյուքս եւ պրեմիում դասի մեքենաներ հասանելի գներով։ Վաճառքի եւ սպասարկման ավտոսրահը իր դռները բացել է Երևանի Դավիթ Բեկ 138 կոտորակ 4 հասցեում։ Այստեղ ներկայացված են Հոնցիի 4 ամենապահանջված մոդելները։ Ի ավտոսրահի ավտոպարկը շուտով կհամալրվի նաև հիբրիդային շարժիչով մեքենաներով։ Hongqi brand is a historical passenger car brand. Հոնցին իր հիմնադրումից 1958 թվականից ի վեր մարմնավորում է Չինաստանի ավտոարդյունաբերության ձգտումները, նորարարությունը ու վճռականությունը։ Industry group. Այն պարզապես ավտոմոբիլային բրենդ չէ, այն Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտադրության խորհրդանիշն է։ Այսօր հպարտ ենք, որ ի ավտոյի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում։ Մեզ համար մեծ պատիվ է սկսել Հոնցիի ղեկին այս ճանապարհորդությունը հայ վարորդների հետ։ Յուրահատուկ դիզայնով այս մեքենաները նաև որակի խորհրդանիշ են։ Մեկ լիցքավորմամբ Հոնցիները ավելի քան 600 կիլոմետր ճանապարհ կարող են անցնել։ Բոլոր մոդելները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին եւ տեխնիկական պահանջներին։ Շլացնող է Հոնցիների գերժամանակակից ինտերիեր դիզայնը, այն օդաչուի խցիկ է հիշեցնում։ Երկաթե այս նժույգները հագեցած են Apple CarPlay եւ Android Auto մուլտիմեդիա համակարգերով։ Լայն հնարավորություններ կան վարորդի եւ ուղևորների համար։ Հոնցիի արժեքը սկսվում է 8 միլիոն 700 հազար դրամից։ Էլեկտրամոբիլները 8 տարի կամ մինչև 150 հազար կիլոմետր պաշտոնական երաշխիք ունեն։ Մեքենաների տեխնիկական եւ ծրագրային բարձր սպասարկումը կապահովի ի ավտո ընկերությունը։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։